Պարոն վարչապետ, իրականում գիտության ոլորտում ձեռքբերումների եւ ընդհանրապես ցանկացած ոլորտում ձեռքբերումների արդյունքների հանրայնացումը, իրազեկումը շարունակում է մնալ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը։ Դա է նաեւ պատճառը, որ մենք ռազմավարական ծրագրում դա որպես առանձին ուղղություն առանձնացրել ենք եւ այդ հանրային հաշվետվողականության, մոնիտորինգի, ներկայացման հարցերը շատ կարեւորում ենք։ Ինչ վերաբերում է գիտական համայնքի կողմից արվող աշխատանքների կարևորմանը, պետք է հավաստիացնեմ, որ առնվազն մեր դիտարկումներով ու տպավորություններով տրամադրություն ու մթնոլորտ է փոխված ոլորտում։ Դա ակնհայտ է, պարոն վարչապետ, եւ թերևս այդ մթնոլորտը պետք է շատ ուզենան, որ չնկատեն, որ փոխվել է, որովհետեւ ես չափազանցություն չէր, որ զեկուցման խոսքի մեջ նշեցի, որ մինչև կառավարության ծրագրի իրականացումը խոսում էին գիտության ոլորտի կործանման մասին։ Հիմա մենք խոսում ենք գիտության ոլորտի զարգացման նոր փուլի մասին եւ հասել ենք այդ օրվան։ Մենք ենք խոսում։ Մենք կործանման մասին խոսում են բոլորը, նոր փուլի մասին խոսում ենք մենք։ Այսինքն եւ ես հասկանում եմ, որ մեզնից շնորհակալություններ ակնկալվում, որ չեն խոսում կործանման մասին, բայց ես խնդիր չունեմ, թող խոսան կործանման մասին, բայց գիտության, երկրի, ամեն ինչի կործանման մասին, որովհետեւ դա շատ պոպուլյար թեմա է, բայց փաստը ուրիշ բանի մասին է եւ այո, մենք պետք է խոսենք, որովհետեւ սա մեր աշխատանքն է եւ մեր աշխատանքի արդյունքն է։ Ես ուղղակի ձեր թույլտվությամբ եւս երկու բան կուզեի ընդգծել, պարոն վարչապետ, արդյունքներից մենք խոսում ենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում մեր գիտնականների հրապարակումների մասին, բայց մենք ունեինք եւս մի շատ կարեւոր խնդիր, որ մեր ամսագրերն էլ այդ մակարդակին ու որակին հասցնենք, որպեսզի Հայաստանում նույնպես ունենանք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավված ամսագրեր, ու ես շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը նույնպես արդյունքներ է տալիս եւ 2025-ին մեր 3 ամսագրեր գրանցվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ընդ որում դրանցից 2-ը մեր բուհերի ամսագրերն են, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի, եւ սա ցույց է տալիս, որ այդ աշխատանքը որակական փոփոխությունների տեղի է ունենում եւ հիմա մեր գիտնականները ունեն հնարավորություն նաեւ հրապարակելու իրենց հոդվածները հայաստանյան ամսագրերում, որոնք նույնպես այդ նույն ստանդարտի եւ նույն որակական միջավայրում են գործում եւ այս թիվը պետք է գնալով ավելանա։ Որակական աշխատանքի բարելավման մասին է խոսում նաև այն, որ մենք ավելի քան 58% աճ ենք գրանցել այդ հրապարակումների շարքում այն համամասնությամբ, որոնք այդ ամսագրերն էլ են տարբեր, պարոն վարչապետ, եւ այստեղ դասակարգված են 4 հիմնական խմբի, առաջին 2 խումբը առավել հեղինակավոր եւ ավելի որակական խիստ պահանջներ ունեցող ամսագրերն են եւ շատ կարեւորում եմ, որ մենք ոչ միայն խոսում ենք մեր հրապարակումների թվի աճի մասին, այլև էական աճ ենք գրանցել հենց առաջին 2 կատեգորիաներում գտնվող ամսագրերում, որը ցույց է տալիս, որ ավելի որակական արդյունքներ են գրանցում, բայց ճիշտ է կշարունակենք խոսել իրազեկել եւ մարդկանց էլ ներգրավել այդ խոսակցությունների մեջ։ Շնորհակալություն։ Ընտրեմ կան համեցեք։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ հիշեցնել 2021 թվականին հենց այս դահլիճում, նաեւ ձեր մասնակցությամբ մենք քննարկում ունեցանք, եթե չեմ սխալվում, գիտուժ նախաձեռնության հետ, ովքեր որ բարձրաձայնում էին իրապես այն ժամանակվա վտանգավոր խնդիրներից մեկը գիտության ոլորտում ընդհանուր առմամբ տենց շարունակական խնդիրները, որոնք որ տենց բերելու էին մի ինչ-որ մի պահի կոլապսի եւ կարելի ասել գիտության վերացման։ 2021 թվականին որոշում կայացվեց, դուք որոշում կայացրեցիք, որ 4 տարի հաջորդականորեն անգամներով ավելանալու է ֆինանսավորումը գիտության ոլորտում։ Եվ իրականում այն թվերը, որ հնչեցնում է Տիկին Անդրեասյանը, ցույց են տալիս, որ թռիչքաձև այդ փոփոխությունները տեղի են ունեցել։ Մենք կարելի ասել, տենց զրոյականին մոտ կետից հիմա ունենք դեպի զարգացում գնացող գիտություն եւ ավելացնելով նաեւ ռեսուրսները այդ ոլորտում, ես կարծում եմ ձեր դիտողությունը շատ տեղին է, որ ոլորտի մասնագետները, նամանավանդ այն մարդիկ, ովքեր որ մասնակցել են այդ քննարկումներին, ովքեր որ
մեզ այս դահլիճում ցույց են տալիս, թե միջին տարիքը գիտնականի ինչքան բարձր է եւ ինչ վտանգներ կան, նրանք նվազագույնը պետք է խոսեն այս մասին։ Եվ ընդհանուր առմամբ շատ կարեւոր է, որ սա տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ, բայց նաեւ այս արձանագրումները նույնպես կարեւոր են։ Պարոն Ավինյան, ընտրություններ են մոտենում, հեսա կխոսեն, վստահ եղեք, համեցեք։ Ես պարոն վարչապետ այդ հատվածով է ուզում շարունակել, որովհետև շատ ենք մենք խոսում, հատկապես ներքին քննարկումների ժամանակ, երբ որ մի բարեփոխում է տեղի ունենում, դրանից հետո արձագանքը ավելի քիչ է լինում, քան այդ բարեփոխման ժամանակ մի այսքան փոքրիկ խնդրեմ է, ու միշտ մի օրինակ եմ բերում, հիմա էլ եմ ուզում հրապարակային բերեմ, երբ որ օրինակ մենք ունենք շատ լավ ճանապարհ, տասնյակ կիլոմետրերով, ու դու վարում ես մեքենատ այդ տասնյակ կիլոմետրերով, դու ամեն կիլոմետրը մեկ շնորհակալություն չես հայտնում, չէ՞, այդ լավ ճանապարհին, բայց հենց մի հատ փոս ես ընկնում, հիշում ես այդ ճանապարհով զբաղվող բոլորի եւ բոլոր խնդիրները ու տեսեք, ես գիտեմ ինչի մենք այդ շնորհակալությունները չենք, որտեղ դա սովորական է դառել, պարոն վարչապետ։ Այս լայնածավալ աշխատանքը դառել է սովորական։ Մեր քաղաքացիները, մեր համար էլ է կարծես թե դառնում սովորական։ Հիմա ես մեր գործընկերներից յուրաքանչյուրին նայում եմ ու ասեն կարող եմ այնպիսի ահռելի ծավալի աշխատանք նշել, որը այն ժամանակ, երբ որ նոր ենք այդ ամենը սկսում, դրա մի փոքր տոկոսը անեինք, մի մեծ բում էր առաջացնում, բայց հիմա օրինակ որ խոսում ենք օրինակ 300 դպրոցի մասին, չէ՞, դառնա սովորական, որտեղ իրանք արդեն դարձել են իրականություն։ Հիմա հաջորդ 300-ը ուրիշ էֆեկտ է տալու մեր քաղաքացիների վրա։ Իսկ ինքը իհարկե լավ է եւ էլի մեծամասշտաբ է, բայց դարձել է սովորական։ Ամեն 500 կիլոմետր ճանապարհն էլ է դարձել սովորական։ Ու դա անխուսափելի է։ Մենք պետքա նաև դա հաշվի առնելով, իհարկե մեր առաջ էլ ավելի մեծ պլաններ դնենք ու ավելի մեծ բան առաջընթաց արձանագրենք, բայց նաև այո խոսենք եւ էլի բոլոր ասենք կամ 10000 ամեն ամիս 10000 ավել աշխատատեղ ենք ունենում։ Պատկերացնում եք, չէ՞, դա ինչքան է, ասենք մի հատ քաղաք է փոքր Հայաստանում, որ սկսում է աշխատել, բայց էլի դարձել է դաժե նույնիսկ մեր համար է դարձել սովորական։ Եվ իհարկե պետքա խոսել, մենք հաճախ փակ դռների հետևում ենք սրա մասին խոսում, հրապարակային էլ է պետք խոսել, ու սա լավ առիթ էր այս խոսակցությունը նաև սկսելու, ոչ միայն այս նախընտրական փուլում, այլ ընդհանրապես, որտեղ այս ամեն ինչը նախընտրությունների հետ չի կապված։ Այդ աճը, որ մենք ունեցել ենք, օրինակ նույն աշխատատեղերի, որ համարյա 300,000 աշխատատեղ է ստեղծվել վերջի 8 տարում Հայաստանում, այդտեղ էլ է աստիճանական եւ կայուն աճ ա եղել, բայց կրկին դարձել է սովորական, նույնը բոլոր ուղղություններով։ Եվ ամաչելու ոչ մի բան չկա սրա մասին խոսելու, ոչ թե ինչ որ մեկից պահանջելու, որ իրենք անպայման սա գնահատեն, որտեվ այդ մի քիչ դժվար է երևի տենց պահանջներ դնելը, բայց մենք պետք է ապարտադիր խոսենք ու խոսում ենք, ու սա լավ առիթ է եւ պետք է շարունակենք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։